Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու եւ ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքերի բացահայտման մասին։ Ըստ կոմիտեի ուժեղ Հայաստան կուսակցության տեխնացուի կազմակերպմամբ մի շարք անձինք Լոռու մարզի ընտրողների բնակարանների վարձավճարներ են տվել, նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվածներ կան։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզարշավի ընթացքում հերթական միջադեպն է տեղի ունեցել Սպիտակում Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ Ազատ գյուղի կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողներից Արամ Մանուկյանի պապիկը Արտյոմ Գրիգորյանը փորձել է դիմել Փաշինյանին, սակայն անհայտ երիտասարդներ նրա բերանն անմիջապես փակել են ու հեռացրել տարածքից, արձանագրել է Ազատության տեսախցիկը։ Տարեց տղամարդն ասել է. «Իմ երեխուն տարան, վառեցին Ազատ գյուղում, 25 օր էր մնացել Արամիս, որ ծառայությունն ավարտեր։ Չի լսում, չի ընդունում, որ ներկայացնենք խնդիրները»։ Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Նիկոլ Փաշինյանի Ավտոշարասյան կողմից Հղի Սոնա Մնացականյանի մահացու վրա երթի գործով առաջին ատյանի դատարանի որոշումը։ Մասնավորապես դատարանը մերժել է պաշտպանության եւ տուժող կողմերի ներկայացրած բողոքները, վրաերթ կատարած ոստիկանության մայոր Արամ Նավասարյանի պատիժը 1.5 տարվա ազատազրկումն անփոփոխ թողնելով։ Պաշտպանության կողմը վերաքննիչ բողոքով արդարացման վճիռ էր պահանջում, տուժող կողմը ավելի խիստ պատիժ։ Հայ-թուրքական սահմանը կբացվի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Հայաստանի սահմանադրությունում փոփոխություններ կկատարվեն, հայտարարել է Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը։ Նա պնդել է, թե Բաքուն ներգրավված է Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Ադրբեջանցի պաշտոնյան վստահեցրել է, թե հունիսի 7-ից հետո Հայաստանում հանրաքվե է անցկացվելու, փոխվելու է սահմանադրությունը եւ երբ նրա բնորոշմամբ տարածքային պահանջները վերացրած լինեն, Միացյալ Նահանգներում նախաստորագրված Ադրբեջան-Հայաստան խաղաղության պայմանագիրը կստորագրվի, իսկ հայ-թուրքական սահմանը կբացվի։ Հայաստանն ու Լիտվան ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթ են ստորագրել Լիտվայի արտգործնախարար Կեստուտիս Բուդրիսի հետ համատեղ ասուլիսում Արարատ Միրզոյանն ասել է, սա հնարավորություն կտա եւ ավելի լրջացնելու քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը եւ ավելի համապարփակ մոտենալու ոլորտային համագործակցությանը։ Թեհրանի կողմից Միացյալ Նահանգներին արված վերջին խաղաղության առաջարկը ներառում է բոլոր ճակատներում, այդ թվում Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցում, ամերիկյան ուժերի դուրսբերում, Իրանին մոտ գտնվող տարածքներից եւ ԱՄՆ-Իսրայել պատերազմի հետևանքով պատճառված ավերածությունների փոխհատուցում։ Իրանական աղբյուրների համաձայն Թեհրանը նաեւ ձգտում է վերացնել պատժամիջոցները, ազատել սառեցված միջոցները եւ դադարեցնել երկրում ամերիկյան ծովային շրջափակումը։ Իրանի կողմից նկարագրված պայմանները ըստ էության գրեթե չեն տարբերվում նախորդ առաջարկից, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ շաբաթ մերժել էր։ Չինաստանի նախագահը դռնփակ հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահին ասել է, որ Պուտինը ի վերջո կարող է զղջալ Ուկրաինան ներխուժելու համար։ Financial Times-ին այս մասին հայտնել են բանակցություններին մոտ կանգնած մի քանի աղբյուրներ։ Պաշտոնական աղբյուրները տեղեկության հետ կապված ոչինչ չեն հաղորդվել։ Նշվում է, որ մինչ այս Չինաստանի ղեկավարը զերծ է մնացել ուկրաինական պատերազմի վերաբերյալ նման գնահատականներից։